Ողջույն, հարգելի հայրենակիցներ, Facebook-յան հարգելի հետևորդներ, Եջուկս իշխանությունների բոյկոտը շարունակվում է եւ բոյկոտի քարոզության այս անդադար գործընթացի շրջանակներում Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչներով այս պահին կրկին վերստի երևանցիների կողքին ենք։ Մեր գործընկերները քաղաքի տարբեր բանուկ հատվածներում շարունակում են իրազեկման ակցիաները, մենք այս պահին գտնվում ենք Բաղրամյան 1 հայտնի մարդաշատ կանգառում, հարակից կանգառներում նույնպես կփորձենք լինել, բոյկոտը առավել քննադատական է եւ քաղաքացիների այդ վճարել չվճարելու ցուցանիշները շատ պերճախոս են, նախորդին տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ կրկին տեսանք, որ ցուցանիշները վճարումների ցածր են եւ իշխանությունները իրավիճակը փրկելու համար, եթե նախկինում ներկայացնում էին 7 օրվա վիճակագրություն, չգիտես ինչու այս անգամ որոշեցին 8 օրվա վիճակագրություն ներկայացնել։ Հարգելի քաղաքացիներ, բոյկոտեք, վարորդին հայտնեք շնորհակալություն, բոյկոտեք, մի վճարեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։ Անկաշկանդ բոյկոտում եք, վարորդին հայտնում եք շնորհակալություն ու աննահանջ ձևով բոյկոտեք, մինչև նորից 100 դրամ կդարձնեն։ Ով ուզում է վճարի, համարեք, որ քաղաքապետարանը իր փոխարեն վճարել է։ Հարգելի հայրենակիցներ, քաղաքի ամենաբանուկ կանգառներից մեկում Բաղրամյան 1-ում են գտնվում այս պահին։ Քաղաքացիների հետ մենք շփվում ենք բոյկոտի քարոզության շրջանակներում։ Բոյկոտը իրողություն է արդեն ավելի քան 1 ամիս եւ փաթեթների գնումը եւ քաղաքացիների կողմից թանկ փաթեթների մերժման վիճակագրությունը եւ պաշտոնական թվերը իրենց տրամադրած խոսում են այն մասին, որ բոյկոտը իրականություն է, բոյկոտը անհնար է հերքել, իհարկե բոյկոտը չի կրում 100%-անոց բնույթ, բոյկոտը չի կրում այն ծավալները, որը համարենք, որ բոլորը չեն վճարում եւ մենք ներողություն Ջորջա բոյկոտեք մի վճարեք վարորդին շնորհակալություն հայտնեք ու անվճար երթևեկեք հանրային տրանսպորտով Երևան քաղաքի ավականու Մայր Հայաստան խմբակցությունն է սպայից ես հետ շփում վարորդին հայտնեք շնորհակալություն ու անկաշկանդ բոյկոտեք մինչև նորից կդարձնեն 100 դրամ Իսկ տեղավորվել էլ չի լինում այս տրանսպորտի մեջ, խնդրեմ տեսեք ինչ է կատարվում։ Մարդիկ չեն կարողանում տեղավորվել, հետ են գնում։ Ուղղակի հետ են քաշվում մարդիկ։ Սենց դռները մի ձև ջարդելով հազիվ դռները փակվում են։ Սիրելի երևանցիներ, թող ոչ մեկը անհարմար չզգա։ Այս պահին Էլի ասել ենք, հիմա էլ շարունակում ենք կրկնել, բոյկոտը ոչ թե չարամտորեն չվճարելու մասին, այլ որպես քաղաքացիական անհնազանդության գործիք։ Մարդիկ ուղղակի ի վիճակի չեն վճարել 100-ի փոխարեն 150 դրամ։ Էլ չեմ ուզում անդրադառնալ այդ գնագոյացման ողջ պատմությանը ոնց եղավ, որ համակարգը այնպիսի կրախի առաջ կանգնեցրեցին, որ ստիպված են հիմա մտնել քաղաքացու գրպանը, ընդ որում բացահայտ հայտարարում է, որ 150 դրամ չի մնալու։ Ավելանալու է, քանի ես չարիքը քաղաքացիական պայմանագիրը եւ քաղաքում եւ հանրապետությունում իշխանության է, ամեն ինչ գնալով թանկանալու է։ Գույքահարկը արդեն իսկ թանկացել է ու այդպես շարունակ։ Մարդիկ բացահայտ ասում են, որ իրենք եղած ռեսուրսները չեն կարողանում ճիշտ տնօրինել, մսխվում է, ինչ որ մարդիկ գրպանում են, յուրացնում են, վատ են կառավարում, սիրելի երևանցի արիքո գրպանը լայն բաց ու վճարի ավելին, քան վճարել ես նախկինում։ Դրա համար մենք բոլորին կոչ ենք անում, ոչ մի բանի չամաչել, չկաշկանդվել, վարորդների հետ ոչ մի կոնֆլիկտի չգնալ։ Նույն վարորդներին իրանք հարկադրում են, որ գնան քաղաքացիների հետ կոնֆլիկտի։ Խնդրեմ, տեսեք, էլի։ Չենք վճարում, սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք։ Խնդրեմ, տեսեք ինչ է կատարվում այս տրանսպորտի մեջ։ Ուղղակի հնարավոր չի տեղավորվել։ Բոյկոտում ենք սիրելի քաղաքացիներ չենք վճարում այնքան ժամանակ, մինչև դառնա 100 դրամ, իսկ
Այնքան մնա 150 Տիգրան Ավինյանը բոլորի տեղը ստացել է։ Չենք վճարում սիրելի քաղաքացիներ, օգնեք ձեզ համաձայնեք։ Բոյկոտեք, հարգելի քաղաքացիներ, մի վճարեք, անվճար երթևեկեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու անկաշկանդ օգտվեք բոյկոտի ձեր սահմանադրական իրավունքից։ Խնդրեմ, այդ հրահանգի դրսևորումը, հետևի դուռը, մեջտեղի դուռը չբացել։ Այն կոմիսից։ Բացվեց, նստեք։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, բոլորիդ ուզում ենք հատուկ տեղեկացնել, որ մենք հետևելով քաղաքի կառավարման մարմնի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ հնչող վիճակագրությանը պիտի բոլորին ավետենք, որ բոյկոտը կայացել է հավաքագրման ցածր ցուցանիշներ են իրենք արձանագրում։ Բացի այն, որ քաղաքացիները շատերը գիտակցաբար բոյկոտում են, մի մասի գնաց թղթային QR կոդերը ուղղակի վալիդատորները չեն կարդում։ Ասենք Telcel-ի այդ դրած վալիդատորները մետրոյում երեք ընդհանրապես ստեղծել են մի քաոսային իրավիճակ, որ մարդիկ ուղղակի հերթ էին կանգնել, որովհետև համակարգը նորմալ չէր աշխատում։ Էլ չեմ խոսում այն ձայնագրությունների մասին, որ արտահոսում են մամուլ, թե ինչ է կատարվում, ինչ խուճապ է, ինչ, այսպես ասենք, մեղավորների փնտրտուք է, վարորդներին տոտալ ճնշման է ենթարկում, որպեսզի ուղևորների հետ գնան կոնֆլիկտի, այնինչ վարորդի գործը բացառապես մեքենա վարելն է։ Հատուկ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել դրա վրա, բոլոր ուղևորների, վարորդի գործը միայն ավտոբուսը վարելն է։ Վարորդի գործը միայն ավտոբուսը վարելն է, ոչ մի վարորդ իրավունք չունի մեքենան կանգնացնի, չքշի կամ ուղևորին իջեցնի։ Դա Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրինության կիրառած ճնշումների հետևանքն է, որովհետև մեկը թող այդ սադրանքներին չտրվի։ Բոյկոտեք, հարգելի հայրենակիցներ, վարորդին շնորհակալություն հայտնեք ու մի վճարեք։ Անկաշկանդ երթևեկեք այս տրանսպորտով, որովհետև սա հարային տրանսպորտ է եւ հարային միջոցներով գնված ավտոբուսներ են։ Մի վճարեք որպես բողոքի նշան։ Ու էլի հարկ եմ համարում անդրադառնալ դրան, որ ավտոբուսների պարագայում 50 դրամի մասին չի էլի խոսքը, մատուցող ծառայության 50% թանկացում է տեղի ունեցել, իսկ տրոլեյբուսների պարագայում եռապատկվել, այսինքն են թոշակառուն, որ 50 դրամով պետք է տեղաշարժվել, հիմա պետք է իր հացի փողից կտրի եւ 50-ի տեղը վճարի 150։ Մի կողմ մի ուղղությամբ, հետադարձ ուղղությամբ էլ եւս 100 դրամ, այսինքն 200 դրամը, որ թոշակառուն պիտի տար իր ամենօրյա հանապազօրյա հացի համար, հիմա պետք է տա Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրինության կառավարմանը, որովհետև մարդիկ խոստովանում են, որ տարիներ շարունակ մսխվել են, գրպանվել են, համակարգը կանգնեցրել են ֆինանսական գահավիժման առաջ եւ իրենք չունեն այլ տարբերակ, քան գնալ թանկացումների։ Այդ գազելների, չգիտեմ ինչերի վերաբերյալ այդ հեքիաթները շատ ժամանակավրեպ են։ 5-6 տարի այդ գործընթացը սկսվել է, այդ գազելները այնպես թե այնպես վերանալու էին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ գազելները արի ուտեսոր շահույթով էին աշխատում։ Եվ երբ որ Երևանում ձյուն էր գալիս, գազելները չէին կանգնում։ Եթե դու պիտի գազելները վերացնես տեղը, բերես ավտոբուս, որը իր կոմպլեկտացիայի մեջ չունի ձմեռային անվադող, դա նշանակում է Երևանցուն ասում ես, եթե Երևանում ձյուն եկավ, դու պիտի հույսդ կտրես հանրային տրանսպորտից, որովհետև ժամը 12-ին 1-ին սկսած ձյունը մենք մինչև ժամը 6-ը չենք մաքրում, թողում ենք կուտակվի, հենց խցանման ժամը սկսվում է, մեկ էլ ասում ենք վայ խցանում է, չենք կարողանում մաքրել, մեկ էլ դրանից հետո ավտոբուսներին ասում ենք վայ բան կլինի, վթարներ կլինեն, աչք քաշեք, կանգնեք, մի քշեք, դե մարդիկ էլ թող տենց ոտով մի ձև տուն հասնեն, դե ով էլ ընկնի կոտրված ստանա, բերեք մենք անվճար կբուժենք,
քիչ մնաց Երևանցին անվճար ձեզ հեսա կճանապարհի ձեր ելման դիրքերը, որտեղից որ դուք եկել եք, որևիցե իշխանություն հավերժական չէ եւ որևիցե պաշտոնեական դիրք, որևիցե մեկը իր հետ չի տանելու այն աշխարհ, հետեւաբար գալու է իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ռեալ ժամանակը, որ չգիտեմ, տեսեք էլի հերթական անգամ ինչա կատարվում է տրանսպորտի հետ, արդեն իսկ լիքը վիճակով եկել է։ Օգտվեք ձեր սահմանադրական իրավունքից եւ մի վճար։ Բոյկոտեք, սիրելի հայրենակիցներ։ Հիշեք, որ մեկ ամիս առաջ պետք է լիներ 300, ձեր բոյկոտի արդյունքում է մարդիկ հետ են քաշվում, չեն էլ նստում։ Տեսեք ինչա կատարվում։ Ձեր տպաներից վճարված գումարներով է այս տրանսպորտը աշխատում։ Մի ամաչեք, թող ամաչեն նրանք, ովքեր որ փորձում են ձեզ թալանեն, չեն վճարում, սա բարեփոխում չէ, ներողություն խոսքից համար ցծկված տրանսպորտով երթևեկելը դա չարեփոխում է այս իշխանությունների կողմից։ Չեն վճարում։ Խնդրեմ մարդիկ չեն էլ կարողանում տեղավորվել։ Այս ժամանակ չպետք է բացեն, հայր ջան, մեկ ամիս առաջ են ասում, չի լինելու։ Elə խնդրեմ, դուրը չի փակվում։ Քաղաքացին ստիպված ինչ անի։ Կասեք եթերով դա։ Խնդրում եմ մի հատ էլ կրկնել։ Ինչի համար թոշակառուներին ձրիչ են դարձնում, որովհետև 39,000-ից տրանսպորտին գումար տալը անհնարին է, եթե ուրիշ եկամուտ չկա մանավանդ։ Թոշակառուներին անվճար ոչ թե ձեր։ Խնդրեմ քաղաքացու բողոքը, հիմա տեսեք նույն էպոպեան, ինչա կատարվելու էստեղ, էլի Ժորժ ջան, բոյկոտեք, մի վճարեք։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու անկաշկած բոյկոտեք։ Բոյկոտը ձեր սահմանադրական իրավունքն է։ Խնդրեմ, չեն էլ տեղավորվում մարդիկ։ Այս խայտառակ որակի համար տեղ չկա ավտոբուսի մեջ, չգիտեմ մարդիկ ոնց տեղավորվեն։ Դու խայտառակություն ա ուղղակի ամեն ինչը։ Այս որակի համար տեղ չկա, բառացիորեն տեղ չկա այս ժամերին հանրային տրանսպորտի մեջ։ Ժորժ ջան, բոյկոտեք, մի վճարեք։ Այս խայտառակ որակի համար թանկացած ուղևորավարձ մի վճարեք։ Մինչև նորից կդառնա 100 դրամ։ Անկաշկած մասնակցեք բոյկոտի, որպես քաղաքացիական անհնազանդություն։ Այսօր 150-ի հետ համակերպեք, վաղը դարձնելու են 200, 300 ու այդպես շարունակ։ Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ քաղաքացին հայտարարեց, որ 39,000 դրամ թոշակ է ստանում եւ այս թանկացած ուղևորավարձի տարբերակով ինչպես ինքը պետք է օգտվի այս պայմաններով, այսինքն ինչից իր հացից պիտի կտրի, պիտի կիսասոված մնա, որ թանկացած տարբերակը 150 դրամ վճարեն, ու դա ոչ մեկին չի հետաքրքրում, ման կբերեք, ժոնգտոնք կբերեք, թե ասենք չգիտեմ, ուղաթիռ կբերեք, օդային տաքսի կբերեք, ինչ ուզում եք, բերեք մարդկանց կյանքի որակի վատ տարածում դուք իրավունք չունեք բերելու ուղևորավարձի թանկացումը, որովհետև մարդկանց եկամուտները չեն աճել, մարդկանց սոցիալական վիճակը վատ տարածում են գույքահարկով, տունը դարձել է կես միլիոն, իսկ մարդու եկամուտը ավելացել է, թե չէ։ Հիմա մարդը իր տանը նստած, ասենք անշարժ գույքի շուկայի բերումով, այդ մարդու տունը թանկացել է, դրանից այդ մարդու եկամուտն ավելացել է, որևիցե մեկ այդ հարցը տվել է, թե հեշտ է ասենք մտնել անդադ ուրիշի գրպանը եկամուտները հաշվել, բա տունը տեսքան արժի, այն արժի, արի դու սրանից հետո ավելի շատ հարկ տուր, գույքահարկ տուր, դե եթե չունես վերկաց գնա, չգիտեմ, գյուղում ապրի կամ ծայրամասում ապրի, տունդ վարձով տու, էլ ինչ անեն, շնչեն, արտաշնչեն, քաղաքի կենտրոն կարելի է գալ, տրանսպորտը թանկացնենք, գույքահարկը թանկացնենք, աղբահանությունը թանկացնենք,
եկամուտները չավելացնենք։ Էս են այս իշխանությունները։ Ալիևի առաջ ծնկի գանք, հանուն խաղաղության նրա բոլոր պայմանները այսեք անվերապահ կատարեն, գերիներին թողենք Բաքվի բանտում։ Լավ ինչքան կարելի է այս իրավիճակը հանդուրժել, սա տանելի է, սա համբերելու բան է, ժողովուրդ ջան։ Ու այնքան ասենք խղճուկ իրավիճակում է, որ 7 օրվա հաշվետվության փոխարեն հիմա սկսել են 8 օրվա հաշվետվություն տալ, մի աննախադեպ բան, 8 օրվա ուղևորավարձն են ասում, որ թիվը մի քիչ ավելի բարձր կանգնի։ Բոյկոտողները բոյկոտում են։ Պարտադիր չի ամեն կանգառում, ամեն ավտոբուսի մեջ ավականու անդամ կամ բոյկոտի կոչ տեսնեք։ Շարունակեք բոյկոտել։ Այն վարորդները, ովքեր ուղղորդված ձևով կգնան ինչ-որ կոնֆլիկտի, որևիցե կոնֆլիկտի մի գնացեք, որևիցե մի վարորդ իրավունք չունի քաղաքացուն իջեցնել տրանսպորտից, բոլոր վարորդները պարտավոր են վարել իրենց մեքենաները ու վերջ, դրանով վերջ։ Ժորջա, բոյկոտեք, մի վճարեք։ Մենք հիմա տեղափոխվենք դեպի Մաշտոցի Պողոտայի կանգառ։ Բոյկոտեք, հարգելի հայրենակիցներ, մի վճարեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։ Մենք հիմա տեղափոխվում ենք Մաշտոցի Պողոտայի նույնպես բազմամարդ կանգառ։ Այս դիրքի առավելությունը այն է, որ 3 տարբեր ուղղությամբ ընթացող կանգառների հանգույց է։ Մենք միաժամանակ կարողանում ենք մեկ ակցիայի շրջանակներում 3 բազմամարդ կանգառում լինել, 3 տարբեր ուղղություններով ընթացող հանրային տրանսպորտի օգտվող մեր հայրենակիցների հետ առնչվել։ Բոյկոտը առավել քան արդիական է եւ ոչ մի այլ ընթացիկ հիմնահարց, հրատապ հարց, թե մեզ, թե քաղաքացուն չի շեղելու բոյկոտի մեր գործունեությունից։ Բոյկոտը այն հարկադրված միակ գործիքն է, որ թողել են քաղաքացին, որ կիրառի։ Եվ գիտեք, այդտեղ պարտադիր չի, ասենք, չգիտեմ, որ 100%-անոց բոյկոտ լինի, չգիտեմ, բնակչության 5-10%-ներ բոյկոտի սոցիալապես պատասխանատու իշխանությունը պիտի մտահոգվի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի եւ ականջալուր լինի բոյկոտի մասնակիցների բողոքի ձայնին։ Թե չէ այդպես հանդգնորեն, ցինիկորեն, չտեսնելու տալ, ոչ մի կերպ չարձագանքել Երևան ավտոբուս ՓԲ-ում առկա այդ սկանդալային ձայնագրությունների մասին, որևիցե խոսք չասել, լռել, կարծես թե նման բան չի եղել, թե ինչպես են վարորդներին հրահանգում ուղևորների բոյկոտի դեպքում կանգնել, չքշել մեքենան, իջեցնել, ձյունա գալիս կանգնացրեք մեքենան, ու այդպես շարունակ, հա։ Փոխանակ այդ հարցերին պատասխանեն, չգիտես ինչով են զբաղված այս իշխանությունները։ Դենք վճարելի քաղաքացիներ բոյկոտում են։ Բոյկոտեք։ Ժամանակ միջև տրանսպորտը դառնա 100 դրամ։ Հիշեք, որ մեկ ամիս առաջ պետք է լիներ 300, ձեր բոյկոտի արդյունքում է դառել 150։ Բոյկոտեք այնքան ժամանակ միջև դառնա 100 վարկյան, խնդրեմ, համեցեք։ Սերի հայրենակիցներ, այս պայն գտնում ենք Մաշտոցի Պողոտայի բազմամարդ կանգառում։ Մենք բոյկոտի քարոզության շրջանակներում հիմա մեր տեղակայման դիրքը փոխեցինք։ Սերի հայրենակիցներ, ինչպես դե հա, նման կերպ մտածողներին 500 պիտի նշանակեն, որ
Դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է բոյկոտել է։ Դուք ուզում եք վճարեք։ Լավ, մի, ավել պակաս մի խոսացեք։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ կոչ ենք անում վարորդին շնորհակալություն հայտնել ու բոյկոտել։ Դա քաղաքացիական անհնազանդության ձև է, բերված է թանկացումների դեմ։ Քաղաքացիներին բրտեք առաջ։ Եղա՞։ Սիրելի հայրենակիցներ, մեր բոյկոտի քարոզությունը շարունակվում է։ Սիրելի հայրենակիցներ, բոյկոտեք, մի վճարեք 150 դրամ։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու անվճար երթևեք եք։ Բացվեց։ Բոյկոտեք, անկաշկանդ բոյկոտեք։ Սա հանրային տրանսպորտը պատկանում է բոլորիդ։ Ու իրավունք ունեք 150 դրամ թանկացած ուղևորավարձը չվճարել։ Մինչև նորից կդառնա 100 դրամ։ Հարգելի հայրենակիցներ, այս պահին, ինչպես նշեցի, Բաղրամյան 1 կանգառից տեղափոխվեցինք Մաշտոցի Պողոտայի հայտնի կանգառը։ Այստեղ քիչ առաջ մի քաղաքացի փորձում էր մեր հետ բանավեճի մեջ մտնել, բայց ճակատագրի եկնակ կարծես լիներ, ավտոբուսն եկավ ինքը չտեղավորվեց դրա մեջ ու այդպես շարունակեց կանգառում սպասել, մինչև հաջորդը կգա, միգուցե այնտեղ իր համար մի կերպ կանգնելու եւ խցկված տեղ հասնելու հնարավորություն լինի։ Առհասարակ այդ գազերների թեմայի քարոզությունը շատ ծանծրալի է վաղուց։ Փաստացի մարդիկ տեսնում են, որ անգամ թանկացած տարբերակով 150 դրամ վճարելու դեպքում միևնույնն է առավոտյան եւ երեկոյան ժամերին շատ դեպքերում մարդիկ ստիպված բաց են թողնում, որովհետեւ տեղ չի լինում։ Իսկ եթե մի կերպ խցկվում են ինչ որ ակրոբատիկ դիրքով, չգիտեմ, կես ժամ, 40 րոպե, երբեմն 1 ժամ տևում է մինչև հասնեն իրենց աշխատավայրը, դա մարդիկ համարում են արժանապատիվ տրանսպորտ, ովքեր նման կարծիքի են, թող վճարեն, բայց բոլոր նրանք, ովքեր անհարմար են զգում, մենք վերստին կոչ ենք անում, անհարմար մի զգացեք, որովհետեւ մեկի խրախուսանքին ու քաջալերանքին պետք չի ուշադրություն դարձնել, կամ որովհետեւ մեկի ինչ որ նախատինքին։ Այս պարագայում խոսքը գնում է որպես քաղաքացիական անհնազանդություն բոյկոտելու մասին։ Չենք ընդունում 150 դրամ ուղևորավարձը եւ վերջ։ Եվ որովհետեւ մեկը քաղաքացուն չի ասում, չի կարող ասել դու դա միտումնավոր ես անում։ Այո, ողջամիտ ուղևորավարձը քաղաքացիները պետք է վճարեն, դա եկոտ կարծիք չկա։ Եթե մարդիկ ընդվզում են եւ բոյկոտում են, այդ բոյկոտը կազմում է պատկառելի թիվ եւ հավաքագրումները գործակարգավարականի ժամանակ զեկուցվում է, որ ցածր թիվ են արձանագրում, այդտեղ պետք է ընդամենը իշխանությունները ջայլամի կեցվածքից դուրս գան, իրենց գլուխը հանեն ավազի մեջից եւ տեսնեն, որ Երևանցին բոյկոտում է իրենց վերած թանկացումները։ Բոյկոտեք, հարգելի քաղաքացիներ, վարորդին շնորհակալություն հայտնեք ու անվճար երթևեք եք։ Մինչև նորից կդառնա 100 դրամ։ Ոչ մի բանից մի կաշկանդվեք, ով ուզում է վճարի իր իրավունքն է։ Այս կով էլ գտնում է, որ պիտի բոյկոտի, թող բոյկոտի։ Վարորդների հետ խնդրում ենք ոչ մի անախորժություն։ Անկաշկանդ բոյկոտեք։ Հարգելի հայրենակիցներ, բոյկոտի գործընթացը ի հեճուկս իշխանությունների ցանկությունների անկասելի ընթանում է առաջ, բոյկոտը իրականություն է, բոյկոտի քարոզչության մեր գործունեությունից մենք չենք հոգնում, մենք անկախ եղանակային պայմաններից, անկախ նրանից թե առողջ ենք, մրսել ենք, կլինի առավոտ, կլինի երեկո, կլինի բազմամարդ կանգառներ, կլինի ավտոբուսի ներսում, մենք շարունակել ենք ու շարունակելու ենք։
Բոյկոտեք, հարգելի քաղաքացիներ, վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք։ Չէ, շատ դեպքերում էր վարորդներն են կոնֆլիկտ հրահարում, մի քիչ էլ մարդիկ երևի նեղացած են։ Մենք խնդրում ենք իրանց, որ հայտնեն ձեզ շնորհակալություն։ Մենք ձեզ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, հարգելի վարորդ։ Վարորդներն են արձանագրում, որ 60 հոգով նստում են, 5 հոգին է վճարում, բայց Այստեղ կոմենտ են գրել Վահագն Ալեքսանյան, բա նախկինները եւ այլն, բա ուր էիք կորել եւ այլն։ Ես որ նախկինների դեմ պայքարում էի, չգիտեմ դուք որտեղ էիք, այնպես որ այդ բառերը ձեր ասած սխալ ասոցիատներ եք ընտրել։ Հարգելի քաղաքացիներ, Երևանում աստիճանաբար գարուն է գալիս եւ կարծում եմ, որ եղանակային պայմանները պետք է նաեւ ել ավելի էներգետիկայով եւ մոտիվացիայով լցնեն բոլոր նրանց, ովքեր հակված են եւ մասնակցում են բոյկոտին։ Բոյկոտը այդպես մեկ օրվա կամ մեկ շաբաթվա գործընթաց չէ։ Բոյկոտը պետք է լինի շարունակական, բոյկոտը պետք է լինի համառ, աննահանջ եւ իշխանությունները հարկադրված կլինեն հաշվի նստել, միջև որ Երևան քաղաքի ավականու օրակարգ կգա Մայր Հայաստան խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքում ծնված նախագիծը։ Իսկ այդ նախագծով ենթադրում է 100 դրամը պահպանել, իսկ միասնական տոմսայինով ել ավելի մատչելի ուղևորավարձի սահմանում։ Բոյկոտեք, հարգելի ուսանողներ, վարորդին հայտնեք շնորհակալություն եւ բոյկոտեք։ Մի վճարեք, մինչև կդառնա նորից 100 դրամ։ Անհարմար մի զգացեք ու մի կաշկանդվեք։ Քաղաքացիների հետ ավելի շատ շփվել, շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք։ Հարգելի հայրենակիցներ, բոյկոտի քարոզությունը, ինչպես նշեցի, կրում է տարերային բնույթ եւ աշխարհագրական ծածկույթի եւ ժամային առումով եւ ֆորմատների առումով, բացի բոյկոտը նաեւ սկանդալային ձայնագրություններ են ի հայտ գալիս մամուլում, թե իրականում ինչ է կատարվում քաղաքապետարանում, Երևան ավտոբուս ՓԲ-ի խոհանոցում։ Պետք է ասել, որ այո, իշխանությունները խոճապի մեջ են, տագնապահար են, իշխանությունները չեն հետքում բոյկոտի առկայությունը, ինչ որ հուսահատ ջանքեր են գործադրում, որ վարչական մեթոդներով վարորդ ուղևոր հարաբերություններում կոնֆլիկտ հրահրելու տարբերակով մարդկանց բարոյապես ճնշելու այդ անընդունելի, այդ զազրելի գործիքակազմը կիրառելու տարբերակով, որ կարողանան հասնել արդյունքի։ Հիմա մենք կտեղափոխվենք Մաշտոցի Պողոտայի ներքև իջնող կանգառի դիմացի հատվածը, կոնսերվատորիայի դիմացի հայտնի կանգառը մենք հիմա կտեղափոխվենք։ Մենք հասցրեցինք արդեն 2 ուղղությամբ երթևեկող հանրային տրանսպորտի մասով անել գործողություններ։ Հիմա տեղափոխվենք կոնսերվատորիայի կանգառ, այնտեղ նույնպես մարդաշատ է եւ արդեն դեպի քաղաքի հյուսիսային հատված երթևեկել պատրաստվող մեր քաղաքացիներին կուղենք մեր կոչը եւ շփվենք ուղևորների հետ, վարորդի հետ։ Թող իշխանությունները ինչ որ պատրանքներ չունենան, թե բոյկոտի գործընթացը նահանջ է արձանագրելու։ Բոյկոտի պատճառը ռեալության մեջ այն է, որ մարդկանց վճարունակությունը չի բարձրացել եւ մարդիկ դժվարությամբ են վճարելու, նախկին 100 դրամի փոխարեն ներկայումս 150 դրամ։ Ավելացրեք մարդկանց եկամուտները եւ միգուցե մարդիկ համակերպվեն
Այսով այս Ռաֆիկ Գաբրելյան։ Ուրեմն պատվիրատուիդ մակարդակն ես ցույց տալիս։ Այս շանտղա։ Ռադդ քաշիմ լայվից։ Քո հերն էլ անիծած, քո պատվիրատուի հերն էլ անիծած։ Դու ինչ ճանաչում ես, դու ով ես, որ բերանդ ափրծփր բացում դուրս ես տալիս տեղ։ Տղամարդ ես արի դեմս կանգնի ասելիքը տասա, տես հələ պատասխանատ ինչ ա լինում։ Լսեցիր արա։ Ռաֆիկ ես, ինչ ես, եկքան մարդ ես, չես էլ ամաչում, ես շեշ դուս ես տալի եթերիս մեջ։ Կգաս դեմս կկանգնես, ասելիքդ կասես։ Եթե այդքան տղամարդկություն է, բայց ես գիտեմ, դու եք ու պատվիրատուն էլ ձեզնից ինչ ճղճիմ ու էժանագին երևույթ եք ներկայացնում։ Սիրելի քաղաքացիներ, բոյկոտեք մի վճարեք։ Բոյկոտեք մի վճարեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։ 100 դրամ, հիշեք, որ մեկ ամիս առաջ պետք է լիներ 300, ձեր պայքարի արդյունքում է դարձել 150։ Չվճարեք։ Մինչև մնա 150 Տիգրան Ամինյանը բոլորի տեղը ստացել է։ Սա բարեփոխված տրանսպորտ չէ, խսկված չեն կերտել եկել։ Վճարելով քան։ Չենք վճարում, սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք։ Պայքարում ենք այնքան ժամանակ, մինչև դրանք լեջի կա։ Չենք վճարում, սիրելի քաղաքացիներ։ Բոյկոտեք, մի վճարեք, մինչև կդառնա նորից 100 դրամ։ Օգտվեք դες սահմանադրական իրավունքից մի վճարեք այնքան ժամանակ մինչև դառնա 100։ Իսկ 150 մնալու դեպքում Տիգրան Ամինյանը բոլորի տեղը ստացել է։ Հիշեք, որ Խնդրեմ, մարդիկ չեն էլ տեղավորվում։ Տիգրան Ամինյանը մի վճարեք այնքան ժամանակ մինչև դառնա 100։ Խնդրեմ, քաղաքացին չի կարողանում տեղավորվի։ Տեսնում եք քաղաքացիները չեն էլ կարողանում։ Չես, 150-ը քիչ ասում են, 300 տվեք, որ էլի չկարողանաք նստել։ Խնդրեմ, հարգելի քաղաքացիներ, մարդիկ կուտակված են կանգառներում, ներողություն։ Մարդիկ կանգառներում կուտակված են եւ ըստ էության այս խայտարակ որակի տրանսպորտի համար այս իշխանությունները բերում են թանկացումներ, մեկ էլ իրանց էժանագին ֆեյքերին քսի են տալի, որ բերանները ափրծփր բաց են, մտածում է դրանից մենք ինչ-որ հոգեբանորեն կաշխանդվելու ենք, կամ ինչ-որ փորձելու ենք նահանջել, ամեն մի լրբի վաստակ, որ պատվեր կվերցնես իշխանություններից ու մեր դեմ կվայրահաչի, թող իմանա, որ ամեն ինչի համար գալիս է պատասխան տալու ժամանակ։ Բոլորը, հատ-հատ, իրենց արածների ու չարածների համար։ Երևան ավտոբուս ՓԲ-ում լափած փողերից սկսած, մինչև ընդդիմադիրների վրա ֆեյքեր քսի տալը, պատասխան են տալու բոլորը։ Բոլորը, էլ չեմ խոսում երկիրը ծախելու, Թուրքիա առաջ կզելու, իրենց հետ փոխկապակցված անձանց տենդերների ու մի անձից կատարվող գնումներով հարստացնելու, հա? Այնքան բան կա, այնքան բանա պարզվելու ջրերես դուրս գալու իշխանապողությունից հետո։ Իսկ որ իշխանապողություն լինելու է, թող ոչ մեկը չկասկածի, ոչ մի իշխանություն հավերժ չի։ Ու ամեն էժանագին ծառայություն մատուցող իշխանությանը հարալավ էսով այս շանտղեն քո դուել, քո կերացնել, քո անցած ճանապարհներ, քո պատվիրատուի տիրոջ մերն էլ, արա։ Ես դες բլոկ կանեմ քեզ, որ դու իմանաս։ Մենք ենք շնորհակալ Տիգրան Ժողովուրդ ջան։ Մենք ենք Այո, Չենք վճարում, սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք։ Այնքան ժամանակ մինչև դառնա 100 դրամ։ Վճարեք մինչև դառնա 100 դրամ։ Բոյկոտեք, վարորդին շնորհակալություն այդտեղ ու բոյկոտեք, եթե կտեղավորվեք իհարկե, էլի։ Այստեղ կա, ժողովուրդ ջան, կարող եք գալ այստեղից նստել։ Եկեք, ժողովուրդ, եկեք մեջտեղից նստեք։ Լավ, օքեյ։ Հա, հանգիստ, չենք կարող։
Արգելի քաղաքացիներ, այս իշխանությունները այնքան ճղճիմ ու ողորմելի են, փոխանակ վեր կենան հերքեն հայտի ձայնագրությունները, թող փոխանակ վեր կենան հերքեն ասեն մենք վարորդներին եւ ուղևորներին միջև կոնֆլիկտ հրահրող հրահանգներ չենք տվել, փոխանակ վեր կենան հերքեն, որ տարիներ շարունակ ինչ-որ մարդիկ փող են լափելու հարստացել Երևան ավտոբուս ՓԲ-ում ու հիմա երևանցու քթերից են դա իրանք բերում, փոխանակ դրանով զբաղվեն, այս ֆեյք հապետությունը, որ կառուցել է, դրանց ֆեյքերին քսի են տալի, որ մտնեն մեր լայվի ժամանակ փորձեն մեզ վիրավորել, ով եք դուք, այս չեք, այս չի ձեր եղածը, բա եթե դուք վստահ եք ձեր արածների արդարացիության ու հիմնավորվածության վրա, ինչ կարիք ունեք հայհոյանք արտաբերող ֆեյքերին պատվիրեք մտնեն լայվի մեջ, փորձեն իբրև թե անձնական բնույթի ինչ-որ բաներ ասեն, հələ թող մեկը գա դեմներս կանգնի ինչ-որ բան ասի։ Եթե այդքան կաք, այդքան տղամարդիկ եկեք կանգնեք ասեք, շատ հատ ֆեյք ուղարկեք։ Չեք վճարում, սիրելի քաղաքացիներ։ Այդտեղ է երևում, որ դուք խղճուկ եք ու ջիշովկա եք։ Բոյկոտեք, վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտի ձեր իրավունքից օգտվեք։ Ձեր այնակիցներ ֆեյքեր ուղղորդելը մեր վրա եւս ցույց է տալիս, որ իրենց նյարդերը տեղի են տալի, բոյկոտը աշխատում է եւ իրենք խնդիր են դրել ամեն կերպ փորձելով մեզ հունից անել, մեզ իբրև թե վիրավորել, իբրև թե ինչ որ անվանարկել։ Մեր գծից շեղել չի լինելու, չի ստացվելու։ Դուք քաղաքի կառավարումը գցել եք ձեր ոտին։ Դուք ոչ նորմալ աղբահանություն եք կարողանում անել, ոչ քաղաքն եք նորմալ կարողանում հագնել։ Ձեր տրանսպորտային համակարգում մարդիկ չեն տեղավորվում, մնում են կանգառներում առավոտյան ու երեկոյան։ Բոյկոտեք, մի վճարեք։ Մինչև նորից կդառնա 100 դրամ հանրային տրանսպորտը։ Այո, շատ ճիշտ է։ Արգելի արենակիցներ, մենք այսքան երկար հեռարձակում չէինք պլանավորել, բայց իշխանությունների էժանագին հարճերը իրենց քիթը խոթելով մեր լայվերի մեջ մեզ ավելի են ոնց որ տրամադրում, որ մի քիչ ժամանակ հատկացնենք այլ բաների եւ գեր կենտրոնանանք միայն ու միայն բոյկոտի վրա, դուք ձեզ վնաս եք տալի իրականում, բայց ոչ միայն մեր կամքը չի սասանվում, այլ մենք ավելի ենք մոտիվացվում, ու երբ որ փորձում ենք տեղափոխել անձնական դաշտ, շատ ավելի մեծ հակազդեցության եք արժանանալու։ Մի բզբզեք, հանգիստ սթրվեք ձեր տեղերը, հանգիստ ձեր տեղերը սթրվեք, որովհետեւ ինչքան դուք ֆեյք քսի տակ, այնքան մենք ավելի շատ ենք քարոզելու։ Շարունակեք այդ ոճով, ու եթե նախկինում անում ենք կես ժամ, սրանից հետո ասենք անելու ենք 45 րոպե, մի ժամ, անելու ենք ավելի շատ խմբերով։ Բզեզի բունը մի քանդեք։ Դուք գնացեք քաղաքացիներին հաշիվ տվեք, թե այդ ինչ ձայնագրություններ են, այդ ինչ եք դուք վարորդներին դրդում կոնֆլիկտի ուղևորների հետ, այդ ինչ հրահանգներ եք ապօրինի տալի, վարորդն ինչ գործ ունի ուղևորավարձի հետ, վարորդի գործը մեքենա վարելն է։ Բոլոր հրաման տվողները ու այդ հրամանը կատարելու ճանապարհին օլիմպիական չեմպիոնի նախանձախնդրություն ունեցողները պատասխան են տալու, չկասկածեք մի վայրկյան անգամ դրանում։ Մարդիկ երեկոյան ժամերին չեն կարողանում նստել, այդ սառնամանիքին մնում են կանգառներում, առավոտյան ժամերին են մնում փողոցներում, տրանսպորտը ուշ-ուշ է գալիս, խցկված, իրար գլուխ լցված, ու ինչ-որ մարդիկ գազելներից են խոսում։ Սիրելիներս, եւ մի բան եմ ուզում առանձնահատուկ շեշտել։ Մի մտածեք, որ բոյկոտը պետք է լինի sense, որ ամեն անգամ տրանսպորտ նստելուց դուք տեսնեք ինչ-որ կոնֆլիկտ, վիճաբանություն, կամ ավականու անդամ, որ բոյկոտի կոչ անում։ Բոյկոտը սողալով աշխատում է, ինքն իրանով աշխատում է։ Լիքը մարդ չի վճարում։ Ուշադիր եղեք ու կտեսնեք։ Հետևաբար մի սպասեք, որ պիտի բոյկոտը անընդհատ լինի կռիվ, սկանդալ, բախում,
որ դուք էլ դրանից ավելի, այսպես ասենք, անկաշկանդ դառնաք ու միանաք։ Յուրաքանչյուրը ձեր հերթին բոյկոտեք։ Մի վճարեք, վարորդներն իրանք ճնշում են, որ գնան կոնֆլիկտի, հիմա 10 վարորդից 1-2-ը կարող է մի քիչ այդ ճնշումներին չդիմանա, տեղի տա, հարկադրված ուղևորների հետ գնա կոնֆլիկտի, մեքենան չեմ քշում։ Դրանք բոլորը ապօրինի հրամաններ են, վարորդին ընդհանրապես որ իր գործը քշելն է, մեքենան վարելն է, վերջ։ Ուրիշ ոչ մի իրավասություն վարորդը չունի։ Հսկիչ կընդունեն, ինչ կանեն, դա արդեն քաղաքային իշխանությունների գործ է, բայց մեկը լինի իրանց հսկի, իրանց վատնումները, իրանց մսխումները, իրանց ապիկար կառավարումը, այսօր էլի մի հոգու ձերբակալել են, ամիս չկա, որ մի բարձրաստիճան պաշտոնյայի կոռուպցիայի հետ կապած, ինչ որ կաշառքի հետ կապած գործով չձերբակալեն։ Դուք ոտից գլուխ կոռուպցիայի ու կաշառակերության մեջ թաթախված եք, եկել ասում եք Երևանցի կոտված 100 դրամը տեղ չի հասնում, հիմա սա այնց հետո 150։ Բամբոտ չի։ Շնորհակալություն մի վճարեք, ինչեւ դառնա 100 դրամ։ Բոյկոտեք, մի վճարեք։ 157 համակերպեցիք ավելացնելու են դարձնեն 200։ Գնացեք հանրությանը տեղեկատվություն տվեք, թաղապետ, վարչության պետ, ծառայության պետ, առևտրի բաժնի աշխատող, կոռուպցիայի ու կաշառակերության հետ ասոցացվող գործերով ձերբակալվում են, բերման են ենթարկվում։ Կոռուպցիան քայքայել է Երևանի քաղաքապետարանը, եկել ընկել են Երևանցու ջային, ասում են 100 մի տուր, 150 տուր, բայց հենց 150-ը տվեցիր եկող տարի 160 ես տալու, հետո 170 ու տենց շարունակ։ Գնացեք ձեր դարդը լացեք։ Գնացեք ձեր հաշվետվությունը տվեք հանրությանը, թե ինչ օրը գցեցիք այս քաղաքը, որ ձյունագալի տրանսպորտը կանգնում է, ամռանը ջուր չկա, աղբը չեք կարում հավաքեք, բդուկի չեք կարում անեք։ Մենակ ընդհանրապես կարողանում եք ձեր մոտիկների ՍՊԸ-ներին տենդերներ ու պետգնումներ պասնակ, ձեր մոտիկները հարստանան, այդտեղ երևի իրանց սիրուն աչքերի համար են անում, հա, իրանց սիրուն աչքերի համար եք դուք դա անում, որ պրոստը ուղղակի ձեր մոտիկները հարստանան, ձեզ էլ բաժին չեն տալի, այդպես բարի մարդիկ եք, հա։ Ինչի դեմ պայքարել եք, եկեք դուք արած ավելի բեթարն եք անում։ Դուք հույսի, հավատի ու քվեի վաճառականներ եք։ Դուք ես հանրությունը թե անվտանգային առումով, թե ֆինանսական առումով հանրությանը ծնկի բերած չարիք եք, որ հեռանալու եք։ Իրանց քսի տված ֆեյքը ավելի վատ դեր խաղաց իրանց համար ու ես հիմա հանրային տրանսպորտի թեմայից անցել եմ արդեն քաղաքական խոսույթի։ Ոնց եկել եք, նենց էլ գնալու եք, ավելի վատ ձևով եք գնալու։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք մինչև կդառնա 100 դրամ, հարգելի քաղաքացիներ։ Հեսա ձեր ստեղծած ֆեյք իրականությունը։ Թող են գան կառավարության նիստերի ժամանակ, ազգային ժողովի նիստերի ժամանակ, բերանները ափր-ցփր բաց են, ուշ կիրառեն, վիրավորեն, ավականու նիստերի ժամանակ ոստիկան բերեն ընդդիմադիր ավականներին լռեցնեն, գնան Ալիևի առաջ, դառնան կուրկուրի ձակ, գիքոր, ձախորդ փանոս։ Ինչքան նման խղճուկ կերպար գիտեք, Փաշինյան Նիկոլը խտացրել է իր վարքագծի մեջ։ Ու հիմա այդ կարգի ողորմելի իշխանությունները ամեն ինչը թանկացրել են, գույքահարկը թանկացրել են։ Հիմա էլ մտնում են, ասենք, մեր լայվերի ժամանակ ափր-ցփր էշեշ դուս են տալի։ Ձեզ թվում է դուք միշտ մնալու եք այդտեղ, միշտ կարանալու եք, ասենք, ինչ-որ կեղծ պրոֆիլներով, ափր-ցփր դուս տա։ Այդ իլյուզիաները ունեք, վերջանալու ես ամեն ինչը, ու շատ քիչ է մնացել, շատ քիչ։ Սելայնակիցներ, հարգելի հետևորդներ, այս պայն գտնում ենք կոնսերվատորիայի դիմացի կանգառում, շուրջ 1 ժամ է մենք հեռարձակում ենք իրականացնում, խոսում ենք մեր քաղաքացիների հետ, ուզում ենք բոլորին վերստին կոչ անենք, բոյկոտը մի փնտրեք ամեն ավտոբուսի մեջ վարորդ ուղևոր կոնֆլիկտի դեպքերով, բոյկոտը մի փնտրեք, որ ինչ-որ մեկը մտնի ավտոբուս եւ բարձրացայն ասի ես բոյկոտում, բոյկոտը ձեր աչքի առաջ ամեն օր տեղի է ունենում, մի կաշկանդվեք, ձեր հացի, ձեր հանապազորյա հացի, ձեր էլեկտրաէներգիայի, ձեր գազի, ձեր թորնիկի, շոկոլադի փողը մի տվեք երևանցիների
բյուջեն տնօրինող, մսխող եւ սեփական քսակի նման վարվող իշխանություններին։ Մի տվեք, մի վճարեք։ 50 դրամի հարց չի։ Սկզբունքորեն է անընդունելի թանկացումը։ 100 դրամ եւ վերջ, այո, 100 դրամ։ Ու վերջ։ Իսկ եթե չեն կարողանում 100 դրամով իրականացնեն հանրային տրանսպորտի սպասարկում, թող վեր կինան այդ աթոռներից գնան իրանց տուն եւ Երևանցին կընտրեն այնպիսի իշխանություն, որը եւ մանկապարտեզ կկառուցի, եւ աղբահանությունը նորմալ կանի, եւ 100 դրամով տրանսպորտ կապահովի։ Էլ հիմա չեմ ուզում անդրադառնամ տարիներ շարունակ ովքեր են կանխիկի բերումով ինչքան փող կերել եւ այլն, հիմա դարձել է անկանխիկ, ինչքան փող պիտի մտներ, որ չի մտել, ովքեր են հարստացել։ Այս պարագայում, այո, պիտի եթե չի հերիքում էլ, պիտի սուբսիդավորվի։ Վերջ։ Չվճարեք սիրելի քաղաքացիներ, Բոյկոտեք, մի վճարեք։ Անկաշկանդ։ Վարորդին հայտնեք շնորհակալություն ու բոյկոտեք։ Թողամաչեն նրանք, ովքեր փորձում են ձեզ թալանեն, չեք վճարում, այնքան ժամանակ իջե դառնա 100 դրամ։ Խնդրեմ, էլի քաղաքացին չտեղավորվեց։ Ու ամոթ է էլի հայտարարություն, ասա բառերով նկարագրելու չի։ Սիրելի հայրենակիցներ, այս բան երևի թե մենք կդադարեցնենք մեր հեռարձակումը, սպասեք մեզ Երևանի տարբեր թաղամասերում, անկաշկանդ բոյկոտեք, մենք առավոտից երեկո հասանելի ենք, մեր տեսադաշտում է բոյկոտը, մեր առօրյայի մի մասն է, բայց դուք էլ ինքներդ ձեր հերթին աննահանջ, առանց հոգնելու, աննկուն կերպով, համառորեն հետևողական բոյկոտեք ու շարունակեք բոյկոտել, որ խելքները գլուխները հավաքեն։ Այսօր տրանսպորտի բոյկոտով սկսեք, վաղը քաղաքական ձեռքվեով այս իշխանություններին կուղարկեք պատմության ետնախորշը։ Մենք այդ գործի անխոնջ նվիրյալներն ենք։ Շնորհակալություն, բոլորիդ լավ երեկո, բոլորիդ լավ տրամադրություն, հետևողական աննահանջ կերպով բոլորս շարունակում ենք պայքարել մեր իրավունքների համար։ Այս պահին այսքանը, շնորհակալություն։